Պարոն հատկապես Վարչիկ Աբրահամյանի հրաժարակից հետո շատ է խոսվում կառավարության փոփոխության մասին եւ նա շրջանառվում է ձեր անունը որպես փոխնախարար, կցանկանայի նաեւ ձեր տեսակետը իմանալ, արդեն շրջանառվում է այդ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձևավորում կառավարությունը։ Սպասենք ձևավորման։ Այսօրին Մոսկվայում տեղերում քննարկումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի մասնակցությամբ ինչ-որ ակնկալիքներ կան այս հանդիպումից լարվածության նվազման կամ գուցե հենց կարգավորման ինչ-որ տարբերակի համաձայնության շուրջ։ Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ եւ նրանք խորությամբ տիրապետում են եւ բանակցային ողջ գործընթացին եւ հանդիպումներին մեր ակնկալիքը մեկն է, որ մեր առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների եւ ամենակարևորը վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում։ Շատ է խոսվում հողերի հանձնման կամ ինչ-որ տարածքով հարցերից այդ տարբերակի մասին ո՞նց եք դրան վերաբերվում։ Ես գտնում եմ, որ որոշումները պետք է համապարփակ որոշումներ ընդունվեն եւ դա ձևավորում է բանակցային գործընթացի շրջանակներում։ Այս իրականության մեջ, երբ որ դժվար է հակառակորդի հետ, ասենք, լեզու գտնելը եւ մանավանդ քարոզիա պատերազմից հետո սադրանքների այս մասշտաբները բերում են նրան, որ շարունակվում է առաջի գծում կամ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը հակառակորդի կողմից եւ դա հնարավորություն է տալիս, որպեսզի մենք ասենք, որ մինչեւ վստահության մթնոլորտ չլինի, մենք չենք կարող այստեղ խոսել փոխադարձ համաձայնությունների մասին։ Այս պահին, եթե նորից եմ ուզում կրկնել, եթե Արցախի ժողովրդին եւ Արցախի մի բան պատահի, յուրաքանչյուր թիվ հողի համար մենք պայքարելու ենք։ Վերջին ժամանակահատվածում առաջի գծում լարվածության միտումներ չկան։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց պայմանավորվածությունը կատարվում է, ծանր հրետանի չի կիրառվել, միայն հրաձգային զենքից են կրակոցներ եղել, որին ուշադիր պաշտպանության բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքապահները ուշադիր հետևում են եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում։ Պարոն նախարար, ինչ փուլում է գտնվում սպառազինության արդիականացումը եւ ապրիլյան պատերազմից հետո գուցե նոր թափ է հաղորդվել կամ բյուջեն է ավելացել։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռբերումները, արդիականացումը գտնվում է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո։ Անկասկած, քարոզիա պատերազմից հետո մենք համապատասխան հետևություններ արել ենք եւ թափը ավելացել է։ Ինչ վերաբերում է ռազմական եւ տեխնիկական համագործակցության, ապա պլանային բոլոր միջոցառումները իրականացվում են, ընդ որում նաեւ միջազգային մեզ տրված վարկի շրջանակներում ես կարող եմ ասել, որ թող մեր ժողովուրդը չմտահոգվի, մենք այդ ուղղությամբ հետևողական աշխատանք ենք տանում, ինչ ձեռք կբերենք, որ ժամկետներում թույլ տվեք, որպեսզի պրոֆեսիոնալները զբաղվեն դրանով։ Իսկ կամավորները այս օրերին շարունակում են նորից սահմանել այդ գործընթացը շարունակվում է։ Կամավորներին մենք մեր երախտիկի շնորհակալական խոսքը ասել ենք։ Մենք նրանց հետ մշտական հանդիպման մեջ ենք գտնվում, խրախուսել ենք, երեք ես հանդիպել եմ նաև հիմնադիր հրամանատարների հետ, ովքեր այս քարոզիա պատերազմում եւ նաև Արցախյան ազատամարտի ժամանակ ունեցել են ջոկատներ, ստորաբաժանումներ, նրանք պատրաստակամ են։ Կամավորների պատրաստակամությունը մենք նաև այսպես տեսնում ենք ակտիվ պահեստազորի ձևավորման շրջանակներում այդ պահեստազորը ձևավորված է եւ անհրաժեշտության դեպքում նրանք ինչպես ողջ հայ ժողովուրդը բանակի կողքին են լինում։ Գիտեք, մենք ընդհանուր առմամբ ցանկացած իրականության մեջ ձեռք ենք բերում արժեքներ։ Այդ արժեքները պետք է հասանելի լինեն ոչ միայն
տվյալ բուհին, այլ ողջ ժողովրդին։ Մանավանդ քառօրյա պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ մենք ունենք հերոսներ, որոնց արժանինքների, սխրանքի, կյանքի, թափված արյան շնորհիվ մենք այսօր կարողանում ենք ապահովել հայ ժողովրդի խաղաղ արարումը։ Եվ նման լսարանների բացելը դա նշանակում է այդ արժեքները պատշաճ կերպով փոխանցել մեր ողջ ժողովրդին եւ հատկապես մատաղ սերնդին, որոնք նրանց օրինակով պետք է ողջևորվեն, դաստիարակվեն, համապատասխան հետևություններ անեն, լավ սովորեն, ձեռք բերեն տարբեր հմտություններ եւ նաեւ ռազմական հմտություններ, որպեսզի վաղ անհրաժեշտության դեպքում մենք ավելի բարձր մակարդակի առանց ասենք թերությունների կարողանանք մեր երկրի պաշտպանությունը իրականացնել։ Սա նաև մաս է, որպեսզի մեր ժողովուրդը ամբողջությամբ իմանա Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության։ Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը միայն զինվորական ծառայությունը չէ, պաշտպանական քաղաքականության մաս են երկրի տնտեսությունը, երկրի ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությունը, գաղափարական պատրաստության մակարդակը, վերաբերող մասով ներքին եւ արտաքին քաղաքականությունը, կրթության եւ գիտության հնարավորությունների օգտագործումը զինված ուժերի նպատակով եւ իհարկե նաեւ ամբողջացված արդեն մոբիլիզացված բանակի կիրառումը ըստ մեր պլանների։ Այնպես որ այն անձը, որ պատասխանատու է պաշտպանական քաղաքականության համար, նա պետք է ուշադիր լինի բոլոր ոլորտների հետ համագործակցության եւ բոլոր ոլորտների նպաստելու հավասարաչափ զարգացման։ Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է Կարեն Կարապետյանի տեխնատությունը, դուք որպես կառավարության մաս կազմողներ ներկայացուցիչ կուզենայի ձեր գնահատականը։ Ես մեկ անգամ պատասխանեցի, որ կառավարության ձևավորումը իրականացում է համապատասխան անձանց կողմից, հանրապետության ղեկավարության կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի, իսկ եթե խոսքը գնում է Կարեն Կարապետյանի մասին, ապա նա մեր հայ իրականության համար նոր անձ չէ, նա իր կյանքի մեծ մասը անց է կացրել Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ, որ իր ամբողջ ներուժը կներդնի մեր կառավարությունը ղեկավարելու համար։ Տնտեսագիտական համալսարանի զոհվածներ չեն եղել, բայց վիրավորներ ուսանողներ ունեցել ենք, հիմա ապաքինվել են։ Մենք սա լսարան բացեցինք, բայց մի փոքր առաջ էլ բացել ենք Բուշակոթող նոր նորքի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, չգիտեմ տեղյակ եք թե չէ, այնպես որ մեր համալսարան եւ բանակ հարաբերությունները շատ սերտ են եւ այս լսարանի բացումն էլ ուղղակի այնպես պատահականություն չի, մեր ուսանողները ուսանողական խորհրդի իմ գլխավորությամբ շատ հաճախակի են լինում զորամասերում, շատ հաճախ այնտեղ անցկացնում նաեւ գիշերում, նաեւ զինվորների հետ փորձում են օրեր անցկացնել, ինչ որ հնարավորություն կա մեր կողմից նյութական օգնություն ենք ցուցաբերում, նաեւ այս քառօրյա պատերազմի օրերին մեր բուհի ֆինանսական միջոցներից հատուկ հաշվին 10 միլիոն գումար ենք փոխանցել, այնպես որ մեր համալսարանի եւ բանակ հարաբերությունները շատ սերտ են եւ շատ գեղեցիկ մշակույթ է ձևավորվել այդ հարաբերությունների։